Հայցի սկզբում մասնակիցների հետ կապված հարց կար եւ կա որոշակի խնդիր հեծի անունից ներկայացուցիչով պետք է լինի, քանի որ տնօրենը շարունակում է գործել եւ վարչական վարույթի ժամանակ տնօրենն էր ներկայացնում եւ նրա ներկայացուցիչն է ներկայացնում, որոշակի խնդիր կար դրա հետ կապված ամեն դեպքում դատարանը որոշում ընդունեց, որ հեծի ներկայացուցիչը կլինի, քանի որ ռեգիստրում գրանցված է ժամանակավոր կառավարիչը որպես կառավարիչ նրա ներկայացուցիչը մնացածը արդեն սկսեցինք հայցի հիմքի առարկային ներկայացում։ Ժամկետների մասով ինչ-որ սեղմ ժամկետ օրենքը քանի որ լիցենզիայի ձեռքելու վարույթ է, օրենքով նախատեսված է բոլոր լիցենզիայի ձեռքելու դեմ բողոքները երկամսյա ժամկետ է սահմանված։ Նաև գործի ծավալը շատ մեծ է, դատավորն էլ փաստեց հնարավոր կլինի 2 ամսում կայացնել։ Ուսանք չունենք կետը։ Դե հիմա Այստեղ օրենքը նման կարգավորում է նախատեսել, ասում է որոշումը անապահ ուժի մեջ է մտնում, բայց դա կոմպենսացվել է 2 ամսում որոշում կայացնելու պարտականությունով։ Մի հատ հետևյալ հանգամանք կա, էլի ենթադրվում է, որ վարչական ակտը պետք է այնքան պարզ հստակ միանշանակ ու անկասկած ու աներկբա լինի, որ 2 ամիս էլ չէ, բացեն նայեն հիմքերը արագ ուսումնասիրեն ու ակնհայտ լինի։ Մենք դեռևս հլը ներկայացնում ենք, բայց առնվազն այս երկրորդ հիմքը, որը ներկայացրեցինք, այն պայմանական ապացույց բառը օգտագործեմ, ինչի իման վրա ենթադրվում է, որ զրկել են, դրանք չեն դիմանում որևէ քննադատության, այսինքն ինչ-որ անհասկանալի պայմաններում բառացիորեն եմ ցիտում բացատրություն վերցնելու մասին արձանագրություն անվան տակ ինչ-որ հարցաքննություն է, ընդ որում այդ հարցաքննություն վերցնող, եթե չեմ սխալվում, նախկին կամ քննիչ էր կամ ինչ-որ մարմին, այսինքն մենք տեսնում ինչ-որ փաստաթուղթ է, որտեղ պարզ չի այդ մարդը ինչ է գրել, ինչ չի գրել, ինչ է նկատի ունեցել, ինչ չի նկատի ունեցել, որոշակի բառեր կա, որոնք ակնհայտորեն դժվար թե այդ բառը մարդը ասած է եւ այլն։ Հենց այդ մարդն է գրել։ Ստորագրել տակը հարցաքննողները։ Երբ որ, ասենք, դա բերում է մի օրինակ, այնտեղ փորձագիտական եզրակացության բան ինչ-որ համակարգը հնարավոր է վերականգնել, թե չէ, ինչ-որ email է գրած, որը տենց ինչ-որ 2 հոգի իրար միջև տենց 2 IT-շնիկ իրար հետ տենց կես կատակ մեսեջներ են գրում, այդ դրա հիման վրա որոշել են, որ ենթակա չի կամ ենթակա է փորձաքննություն չկա, ընդ որում մենք գիտենք, որ վերականգնվում էր եւ երբ որ քննարկում ենք այն կազմակերպության հետո որ վերականգնման բեր զբաղվում, հաստատում է, որ այո, հնարավոր էր վերականգնել, ուղղակի նոր կառավարիչ գալուց հետո դադարեցվել է գործընթացը, հնարավորություն չեմ ունեցել եւ ավելին, եթե ասում ուրիշ բան չեն կպել, չեն փոխել, հիմա էլ կարող են վերականգնել, ասենք ինչ որ տվյալներ, որոնք ենթադրվում է կորել են, ընդ որում երբ ոնց ինչ եթե միջև վերջ պարզ չի։ Այդ ինչ տվյալ է կորել, եթե հետևեք վարույթի ժամանակվա տենց ասուլիսներ եղան, հաղորդումներ եղան, ոչ վերջ տենց սա է եղել, նա է կորել, սա է, այսինքն նույնիսկ հենց իրար հերքում էին, հաստատում էին, դրա մասով էլ հստակություն չկա։ Վերադառնալով ձեր հարցին, եթե ակտը այնպեսին լիներ, որ հստակ լիներ միանշանակ հիմնավորված, 2 ամսում միանշանակ կհասցնենք։ Քանի որ ինքը այդպեսին չի, ստիպված պետք է հասցնենք, բայց կերևա, որ ինչ խնդիրներ կա ակտում, այսինքն հաջորդ նիստերին կլինի նախնական դատական նիստեր, որ կանցնենք դատականություն, ապացույցները հետազոտելուց ակնհայտ կլինի։ Տեխնիկական մի հարց, հա, այսինքն վարչական դատարանից հաջորդը դատարան ոնց է։ Վերաքննիչ վարչական դատարան։ Եվ եթե այսպես ավելի բարձ դրական դա հաղթելու դեպքում, հա, եթե հաղթեք, ի՞նչ է դա ընդհանրում կառավարչի։ Երեք sense, եթե չէ, էլի, երբ որ հաղթենք, ենթադրվում է լիցենզիայի վերականգնում եւ դրա հետ կապված գործընթացների վերանայում։ Ակնկալում ենք այս 2 ամիսը նաեւ դրանով պայմանավորված, որ այդ երբ որ հաղթենքը տեղի է ունենալու ոչ թե ինչ որ այն փուլում, որ բոլորը ստիպված են կլինելու մեր գրպանից վճարել վնաս, այլ այն փուլում, որ հնարավոր ալնելու բնեղենով պաշտպանել իրավունքները, որովհետև ըստ էության, ինչպես նաև տեղյակ եք միջազգային ատյաններում նաև մյուս բաժնետերը դրա պաշտպանությամբ զբաղված միջազգային ատյանում, եթե կլինի մի հատ այնպիսի փուլում, որ հանրար կլինի բնեղենով ապահովել, չեմ պատկերացնում ինչ պիտի լինի, որ անհնար լինի, բայց դա կլինի, որ մենք բոլորս կվճարենք նաև պրեմիա են ստացել, այս բոլորը ինչ-որ բազմամիլիոնանոց։ Հա, 2 գիշեր չեմ քնել։ Ոչ, ինչ-որ այդ Պարոն Օրբելյան, երբ ներկայացնում էիք Ռոմանոս Պետրոսյանի նշանակումը, տպավորություն էր, որ խնդիրը ոչ թե որ նոր կառավարիչը նշանակվի ժամանակավոր, այլ որ հենց Ռոմանոս Պետրոսյանը նշանակվի։ Երկու խնդիր կա։ Մեկը ես ներկայացրեցի օրենքի ընդունման այդ ժամանակագրությունը, որից ակնհայտ երևում է գործառույթներ ինչա տեղի ունեցել։ Երկրորդ խնդիրը որոշումների ընդունման թափանցիկությունն է։ Ես
իրարից երկու տարբեր խնդիր են, երկուսն էլ խնդրահարույց է, բայց եթե մենք ընդունում ենք, ասում ենք լավ, ինչ որ նպատակ ենք գրել, ասում են վայ, տեսեք ինչ խայտարակ իրավիճակ եւ անհրաժեշտություն կար ինչ որ գործողություն անելու, մենք ունենում ենք մի իրավիճակ, լավ, որոշումը ինչ տրամաբանությամբ է ընդունվել։ Կհիշեք երևի 8 տարի առաջ կարող է մի քիչ ավել սահմանադրական դատարան երևույթ միեդի եւ սահմանադրական դատարանի տեխնացուներին, որ ասում են մրցույթ պետք է լինի, պարզ լինի, ինչ որ թափանցիկ լինի։ Եվ բանը, ես ունենք դուք չեք ցանկանալ լինել հեծի տնօրենի ժամանակավոր կառավարիչ։ Կարող է ես ցանկանայի, կարող է պարոն Ալոյանը ցանկանար։ Ես երևույթն եմ ուզում ասեմ, ցանկության խնդիրը չի։ Ինչ որ անհասկանալի պայմաններում եւ տրամաբանական այլ ընտրությունների արկայությամբ, երբ որ կան մարդիկ, ովքեր էներգետիկայի ոլորտում գործում են, առնվազն գիտեմ կազմակերպություններ, ովքեր խորհրդատվություն են տվել եւ այդտեղ աշխատակիցները բավականին բանիմաց են։ Այդ դրանք չքննարկելու դեպքում, երբ որ միանգամից քաղաքական նշանակում է տեղի ունենում, սա եւս մեկ արգումենտ է ցույց տալու համար, որ գործընթացը ունի այլ թաքնված օրակարգ։ Ընդ որում թաքնված օրակարգը ես չեմ հնարել, դա միեդի տերմինոլոգիան է։ Այդ hidden agenda կոչվածը։ Այստեղի ատյանների որոշումները ձեզ չգոհացնեն, միջազգային ատյաններ դիմելու եք։ Միջազգային ատյաններ գնալ մեկ վարքան։ Մեկ էլ կխնդրեմ անդրադառնանք Մեսրոպյանն ու Ռոմանոս Պետրոսյանը։ Կգան թե չէ։ Ձեր կարծիքը տեսեք, եթե կամ դատավորի Հեք, ուրեմն պաշտպանության գործիքակազմը ինչ կլինի կքննարկենք ամեն մի փուլից հետո, այս պահին ինչպես հավանաբար տեղեկացված եք Հետփակ բաժնետիրական ընկերություն ունի երկու բաժնետեր, երկրորդ բաժնետերը օտարերկրյա ներդրող է եւ նա արդեն իսկ դիմել է երկկողմանի պայմանագրով նախատեսված իրավական պաշտպանության գործիքի։ Պարզ լեզվով ասած Ստոկհոլմի արբիտրաժ, որով արդեն կա որոշում, որը արդեն կառավարությունը դիտավորել չի կատարել, արդեն բարձրաձայնել է, որ դիտավորել չի կատարել, ինչ ունենում է արդեն իսկ ունենում է բացասական հետևանքներ կոնկրետ գործով, ինչպես նաև Հայաստանի ներդրումային միջավայրի վրա։ Այս կոնկրետ գործով Սա ավելի հստակ եմ ուզում ասեմ, որպես փաստաբան իմ գործունեությունը ոչ միայն դատական պաշտպանությունն, այլ բավականին ակտիվ աշխատում ենք ներդրողների հետ եւ արդեն ունենք բավականին ինտենսիվ հարցադրումներ, բայց գործը արդյոք անվտանգ է գալ, որ այսպես խոսքը գնում է մեծ ներդրումների մասին, ովքեր ակնհայտորեն մտավախություններ ունեն, որ վաղն էլ իրենց լիցենզիան ինչ-ինչ նման պայմաններում կարող է որոշեն, որ շատ կարեւոր է եւ կառավարիչ նշանակվի։ Կգան արդյոք անցին, ես ուզում եմ մի քիչ հստակություն լինի, երբ որ մենք վարչական մարմնին որպես կամ քվազի վարչական մարմնին որպես երրորդ անձ ենք ներգրավում, խոսքը չի գնում անձամ գալ չգալու հարցին, խոսքը գնում է որպես առանձին սուբյեկտ ներգրավելու, որ կարող է ասենք նույն ներկայացուցիչները գան կամ չգան։ Դատարանը կորոշի կառավարությանը որպես երրորդ անձ մենք էլ ենք ի սկզբանե ներգրավել, որտեղ մեր հավելյալ պահանջը վերաբերվում էր կառավարությանը զուտ տեղեկատվական տեխնոլոգիաների այդ էլեկտրոնային հայցադիումի բանալը երրորդ անձի տեղ չկա, ուղղակի դու չես դրացնում, դատարանը հավելել պետք է որոշի, հիմա դրա մասով որոշումներ կլինեն, առաջ չանցնելով դատավարական որոշումներ են կստանանք կհասկանանք, վերջիվերջո Վերադառնալով Ռոմանոս Պետրոսյանին դատականիստերի դահլիճում նշանակման հետ կապված նաև աշխատավարձի մասով դուք շատ կարճ եղավ հնարավոր է արդյոք եթե չեմ սխալվում նշեցիք ինչու չի պահպանվել իր այնտեղի աշխատավարձը որպես պաշտոնյայի հնարավոր է արդյոք Ռոմանոս Պետրոսյանը ստանալ իր ՊԲՑ պետի ղեկավարի աշխատավարձը ոչ թե մի քանի միլիոն ավելի բարձր աշխատավարձ Հնարավոր է նկատուն եք իրավաբանորեն, թե կհամաձայնվեր, չէր համաձայնվի։ Այո, բանա, կարգավորումը հետևյալն է, հանրային ծառայությունների կարգավորող հանրաժողովի նախագահային որոշումը, որով որոշումը նշանակում է, որոշումը նաև աշխատավարձը։ Եվ պատասխանը այո։ Սա ամբողջ չէ, ուզում եմ շատ բարձր լինի, էլի ոչ թե ասում ենք թող գար ցածր աշխատավարձով ուրիշ մարդ, թող գար ավելի բարձր աշխատավարձով ուրիշ մարդ, դրա մասին չի խնդիրը։ Երբ որ դու ստեղծում ես հնարավորություն նշանակելու, նշանակման որոշումը անհասկանալի է։ Որոշումը ընդհանրապես վարույթ հարուցելու ես ներկայացրեցի այդ մի ամբողջ արգումենտը հիմնավորված չի եւ որևէ նոր բան նշանակ չկար եւ այդ ինչ էլ որ գրել էին, դրանք վերջնական ակտում դրանցից ոչ մեկը չկա։ Դրանց պարզման ուղղությամբ գործողություն չի արել, ակնհայտ է որ սա ձևական դիմում էր եւ դրա վրա երբ որ մենք տեսնում ենք նշանակվում ԱՊՎԾ պետին, որը ոնց է տպավորությունը նենց է որ ՊՎԾ պետը ենթադրում է որ ինքը եկել է
բան հետ ՊՎԾ պետ, այսինքն ոչ թե հետ ժամանակավոր կառավարիչ, ասեն գնա մի բան գտի։ Երբ որ մենք տեսնում ենք վարույթի ժամանակագրությունը, 3 ամիս նյութ չկա, ասում լավ մի քիչ էլ երկարացնենք, ոնց որ մի ամսով էլ երկարացնենք, մեկ էլ օրը 5 հատ նամակ, ու այդ նամակները ունեն այն դեֆեկտները, ինչի մասին մենք բարձրաձայնեցինք, մենք ասում ենք ակնհայտ է սա, ընդ որում եթե միեդի ստանդարտը վերցնենք, դրա ստանդարտից մի քանի անգամ ավելի պինդ ապացուցված է, որ այստեղ կա քաղաքական օրակարգ։ Ընդ որում սա ուզում եմ բան լինի, էլի sense անեկդոտներ կա, չէ, որ ասում է կասկած ունեմ, սա կասկած չունեմ, բաց տեքստով են ասել, որ ազգայնացումը պետք է ավարտին հասցվի, պետականացումը պետք է ավարտին հասցվի։ Պարոն Օրբելյան, իսկ ըստ ձեզ ինչու հենց Ռոմանոս Պետրոսյանը։ Ես չգիտեմ։ Ես չեմ պատասխանել։ Ինքը ավելի շատ էր ուզում են ուզողներից ամենաշատին։ Դա կարող է հասնել Ռոմանոս Պետրոսյանի կամ Մեսրոպ Մեսրոպյանին իրանց ներքին պայմանավորվածությունը կամ իրանց հանձնարարություն տվողին չունեն։ Չէ, ավելացնելու բան չունենք, դատական նիստին հաջորդ դատական նիստին կշարունակենք գործընթացը, կներկայացնենք հացադիմումը, հարցերի պատասխաններ կընտրեն, բնականաբար ակնհայտ է, որ քաղաքական process-ի հետևանք է ամեն ինչը ու այստեղ օրենսդրական անգամ շտաբ որոշում օրենսդրական փոփոխություններ են կատարել ու այդ օրենսդրական փոփոխությունների արդյունքում լիքը հարցեր չեն կարգավորվել ուստի մենք իրավաբաններով նստած բան ենք անում իրար հետ վիճում ենք մենք ասում ենք օրինակ հենց նույն հեծի ներկայացուցիչ ներգրավելու կամ չներգրավելու հարցով փաստացի հեծը այս գործով պաշտպանված չի հեծը ներկայացված չի որտեղ հեծի անունից հանդես է գալիս վարչական մարմնի կողմից նշանակված մարդու ներկայացուցիչը իսկ հեծը փաստացի ներկայացված չի նույնը վարչական վարույթի շրջանակներում բացական քվեարկող հանձնաժողովի անդամը եւս նշեց որ փաստացի պարոն ով էր հանձնաժողովի անդամներից Նռանյանը հա պարոն Նռանյանն էլ նշեց որ հեծը փաստացի վարչական վարույթում չի ներկայացված չի եղել ես էլի ներկայացնում էի պարոն Հարությունյանին բայց փաստացի հեծից ապացույցներ հավաքելու հեծի պաշտպանվելու հնարավորությունը լրիվ փակած է մարդուն մեղադրում ենք ինչ-որ բանի համար, բայց իա ձեռքերը կապում ենք, որ ինքը չկարողանա պաշտպանվել։ Այս է վիճակը։ Հաջորդ նիստերին կարող եք ներկա լինել, կտեսնեք, որ կլինի եւս աշխատենք հայցադիմումի հիմքերը ներկայացնել հաջորդ նիստին ավարտել, դրանից հետո կլինի առարկությունները, որից հետո դատաքննության ժամանակ ապացույցների հետազոտման ժամանակ այդ բոլոր կետերին հատիկ անդրադառնալու ենք, շարունակելու ենք։ Կարծում եմ բոլորի համար ակնհայտ է, որ այս վարույթը սա շատ կարևոր է նաև, էլի ոչ միայն քաղաքական դրդապատճառ ունի, ձևական է, հիմնավոր չի, process-ը օրինական է սկսվել, այլ նաև հիմնավորված չի ապացույցներով։ Սա նես չի էլի, որ ապացույցները կան, բայց դե մի քիչ լավ չեն ձեռք բերվել։ Այսինքն ակնհայտորեն մենք ունենք ինչ-որ փաստաթղթեր, որտեղ երբ որ մենք այդ փաստաթղթերը ավելի ճիշտ են կարդում, հասկանում ենք ուրիշ բան է գրված։ Այդ մարդը, որ ստորագրել է ցուցմունք է տվել, լրիվ ուրիշ բանի մասին է։ Երբ որ մենք ենք գնում հարցում անում, լրիվ ուրիշ պատասխան ենք ստանում։ Երբ որ ինքներս են, որում մենք շատ խիստ սահմանափակ գործիքակազմ ունենալով կրկնում եմ, որովհետև ինֆորմացիան հեծից մենք չունենք, ինֆորմացիան այնտեղ ինչա կատարվում չունենք, նկատի ունեմ հնարավորություններ չունենք, ասենք, մուտք գործել այդ նույն սարքավորումներին, ծրագրերին, լուծումներին, տեխնիկական լուծումներին, քննարկումներին, մի շարք գրագրությանը եւ այլն։ Այսինքն այս բոլոր հաշվառները մի բան է արագ անցնելու նիստերը, այդպես շատ երկար չի ձգվելու, բոլորի աչքի առաջ կլինի կտեսնենք եւ վերջում արդեն կտեսնենք ինչ որոշում կունենանք։